Փաշինյանը դեռ Նյու Յորք չէր հասել, երբ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը օկուպանտ անվանեց, Թրամփի ուղին էլ Զանգեզուրի միջանցք։ 2 օր հետո նույն ամբիոնից Փաշինյանը դժգոհություն հայտնեց Ադրբեջանի նախագահի բառապաշարից։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերը սպառզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը զարմանում է, թե ինչու է դժգոհում Փաշինյանը։ Ալիևը պատահական բառեր չի օգտագործում, միջազգային հանրությանն ուզում է համոզել, որ Արցախից հետո Սյունիք էլ չկա։ Կա արտատարածքային մի հատված, որտեղով անցնելու է իր ուզած ճանապարհը։ Պատահական չի, որ ինքն ասում է Թրամփի ուղին անցնում է Զանգեզուրի միջանցքով։ Էլ չի էլ ասում, որ Թրամփի ուղին անցնում է Հայաստանով, չի ասում, որ Զանգեզուրի միջանցքը ճակերտավոր Հայաստանի հարավով է անցնում, չէ, այդ հարցը իր համար լուծած է։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով օր չկա, որ Փաշինյանին չբացատրեն։ Թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղության անվան տակ Հայաստանից քամելու է այն, ինչ իրեն է պետք։ Հայաստանի վարչապետին 19-րդ դարի գերմանացի հայտնի ռազմագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի խոսքն է հիշեցնում Խաչատրյանը։ Ասում է, նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որպեսզի ձեր երկիրը առանց դիմադրության գրավի։ Երբ Էրդողանը, երբ Ալիևն են խոսում խաղաղությունից, հասկանալի է, իրենք հստակ սպառնալիք են ուղղում Հայաստանին, կամ կհամաձայնվես այն պայմաններին, որը մենք թելադրում ենք, անձնատուր կլինես Ադրբեջանին եւ Թուրքիային, կամ վայն եկել է քեզ տարել։ Հայաստանի իշխող ուժը ըստ Խաչատրյանի հասկացել է, չի հաջողվում օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ծախել հանրության վրա, որպես վերջնական խաղաղություն։ Խաղաղության միֆը փլուզվում է, երբ Ալիևը բռունցքն է նորից ճոճում տարբեր ամբիոններից, նոր սպառնալիքներ հնչեցնում։ Հարց է առաջանում, ինչի ինքը ափալ-թափալ գնաց Վաշինգտոնում այդ թուղթը ստորագրեց, երբ նույնիսկ Ալիևի հետ չեն համաձայնեցրել թե ճանապարհային ռեժիմը, այդ ռեժիմը, որը գործելու է այդ ճանապարհում։ Ալիևը մի բան է հասկանում, Փաշինյանը այլ բան է հասկանում, Թրամփը այլ բան է հասկանում, նույնիսկ 99 տարվա մասին էր Թրամփը խոսում, էլի 99 տարով երկարաձգելու մասին, ինչ-որ հատուկ իրավունքների մասին էր խոսում, ամենայն անհստակության պայմաններում գնում է թուղթ է ստորագրում։ Վերլուծաբանների կանխատեսմամբ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի վերաբերյալ Պուտինը Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել Մոսկովյան վերջին հանդիպման ժամանակ։ Գուցե հենց այդ պատճառով Ռուսաստանից Միացյալ Նահանգներ հասած Փաշինյանը փորձել է Ալիևին հեռակա կսմթել։ Չի բացառվում նաև, որ Հայաստանի վարչապետը առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահովելու հույսով հիմա էլ սկսի Մոսկվայի թելը թելել։ Փաշինյանը սենց ակտիվության իմիտացիա է անում, գնում է Չինաստան, Չինաստանից գնում է Ճապոնիա, ճանապարհին անցնում է այցելում է Մոնղոլիա, հետո Ղազախստան, գնում է Մոսկվա, Մոսկվայից գնում է Միացյալ Նահանգներ, հետո Բրյուսել, փորձում է ինչ-որ, ելի եմ ասում, արդյունավետ դիվանագիտության պատրանք ստեղծել, բայց իրականությունն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը խայտառակ ձախողվել։ Վաշինգտոնից հիմա էլ Ստրասբուրգ հասած Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ազնիվ խոսք է տվել. Հայաստանը վրաերթի չի ենթարկվելու խաղաղության խաչմերուկում։ Մենք անդադ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում ինչ ենք անում, սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, մարդկային աշխարհ, անարդար աշխարհ, մարդկային արդարություն, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի մասում ենք կանգնած եւ մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Եվ այն, որ մենք ասում ենք ժողովուրդ, եկեք կարող է մենք ոչ թե պետքա մեզ իմացած, մեզ ծանոթ մեթոդով ու որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետքա անցնենք հետիոտնային անցումով։ Դա կարա մեկնաբանվի, որ այն դիմացի վարորդը կամ այն ուրիշ վարորդները սպառնացին մեզ, մենք այնքան թուլամորթ եւ անկամ պետություն ենք, որ մենք սկսել ենք հետիոտնային անցումով անցնել։ Փաշինյանը վստահեցրել է, Թրամփի ուղու օրակարգը շարունակվում է, անկախ այն բանից մարդիկ ճանապարհի վրա աշխատող էքսկավատոր կտեսնեն, թե ոչ։
Լույս 9-ի առավոտը նայում ենք էքսկավատորը ընդեղա, թե չէ, չկա էքսկավատորը, էս էլի ֆեյք հերթական։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։